անկախ նրանից պատերազմը ոնց կավարտվի, թրիփը այլևս ակտուալ չի։ Այն հաղթաթուղթը, որով Նիկոլ Փաշինյանը բոլորիս հոգնեցրել է երևի վերջին առնվազն 5-6 ամսվա ընթացքում, հա, օգոստոսի 8-ից հետո, այլևս ակտուալ չի։ Հիպոթետիկ ընդունենք, որ հաղթում է ԱՄՆ-Իսրայել տանդեմը։ Այդ դեպքում իրենք ունենում են լոյալ Իրան, այդ դեպքում կներեք, բայց այդ 42 կիլոմետր սյունիքով անցնող կորցնում է իր ստրատեգիական նշանակությունը, ինչի ծախսեր անեն այդ բարդ ռելիեֆ ունեցող տարածքում, եթե ամբողջ Իրանը ըստ էության վերածվում է թրիփի։ Սա մեկ։ Եթե ստրատեգիական առումով Միացյալ Նահանգներն ու Իսրայելը ձախողվում են, հաղթում է Իրանը, Իրանը թույլ չի տալու սահմանների մոտով, քթի տակ այո, նման հակաիրանական պրոյեկտի շահագործում։ Հետևաբար այս պատերազմի ցանկացած ավարտի դեպքում թրիփը, որի մեջ ի դեպ Նիկոլ Փաշինյանը գտել էր մեր պետականության հարատևությունը, հիշում եք ինչ ճառեր էր ասում, ընդամենը մի 10 օր առաջ հանրայինով, որ թրիփը երաշխավորել է պետականության հարատևությունը մեր 99 տարով առնվազն։ Նիկոլ Փաշինյանը պետք է այլ թեզ մտածի, որտեղ կրկնում եմ, թրիփը ցանկացած դեպքում նախ արդեն ինքը կասկածի տակ է, շահագործում է, այս տարի պիտի սկսեն եւ այլն, հիշում եք, չէ՞։ Այո։ Քարոզչական հեքիաթները, հիշում եք նաեւ, որ այս ձեր եթերում ասել եմ թրիփի հարցում եկեք չշտապենք։ Մի քանի անգամ։ Հիմա թրիփը ակտուալ չի։